Ես Հայաստանի 8600 քաղաքացու առաջի անգամ վերադարձրել եմ, մենք բերել ենք մեր քաղաքականություններով, վերադարձրել ենք Հայաստան։ Նրանք ասում են 300,000 ադրբեջանցի է հեսա բերելու։ Եվ երեք նայում եմ, ուրեմն մի հատ ռոլիկ են նկարել, որը ժողովուրդ հլա ուշադիր լսեք, մի հատ ռոլիկ են նկարել, որը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան։ Եվ այդ ռոլիկի վրա, ռեկլամի վրա $85,000 փող են դրել, $85,000 փող են դրել, որ այդ ռոլիկը Հայաստանում պտտվի եւ ձեր իրականությունից շեղի։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ թեմային եւ էլի ուզում եմ ասել հետեւյալը։ Իհարկե կան բարդ թեմաներ, խաղաղությունը հաստատված է, բայց Ադրբեջանի հետ մենք թեմաներ ունենք, որ դեռ պետք է այդ թեմաները լուծենք։ Եվ այդ ուզում եմ ասեմ, մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ շատ բաներ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կա, դա հայելային է։ Մենք ենք խոսում վերադարձի մասին, իրանք են խոսում վերադարձի մասին։ Մենք ենք խոսում, չգիտեմ, մեր պատմական հողերի մասին, իրանք են խոսում իրանք պատմական հողերի մասին։ Ես ձեզ ուզում եմ մի հարցի վրա ուշադրություն հրավիրել։ Ուրեմն ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչով է կարևոր եւ ինչով է վտանգավոր պատմական Հայաստանի գաղափարախոսությունը։ Մի շատ կոնկրետ պատճառով։ Ժողովուրդ ջան, Բագրատունյաց թագավորությունից հետո 1045 թվից հետո մինչև 1918 թիվը մենք մեր այսօրվա Հայաստանի տարածքում պետություն չենք ունեցել 1045-ից 1918-ը, բայց տարածքը առանց պետության չի եղել, հասկանում եք, եղել են ամենատարբեր պետություններ, այդ ընթացքում եղել են ամենատարբեր պետություններ, եւ հետեւաբար սա շատ կարևոր առանձնահատկություն է, մենք տենց արտահայտություն կա, որ ասում է մարդու ամենամեծ դժբախտությունն է, որ ինքը չի հասկանում, թե ինչքան երջանիկ է։ Մեր ամենամեծ դժբախտությունը այն է եղել, որ մենք չենք հասկացել, թե մենք ինչքան երջանիկ ենք, որ հազարամյակ անց ի վերջո անկախ պետություն ունենք, իդեմս Հայաստանի Հանրապետության։ Եվ հիմա կարա հարց ընչի, ասվի, որ չնայած հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ մեր ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցությունը անդադ խոսում էր 300,000 ադրբեջանցիների մասին, հետաքրքիր բան տեղի ունեցավ, Ադրբեջանը ինքը հերքեց այդ փաստը, բայց ես ուզում եմ նաև պարզ լինի բոլորիս համար, այն ռազմավարական գործարքը, որը ես պատկերացնում եմ եւ իրականացնում եմ, հետեւյալն է, ես ասել եմ եւ անդրադարձել եմ եւ դրանք են եղել ծանր որոշումները, որ ես կայացրել եմ, հանուն եմ բանի, որ ես սիրում եմ, որովհետեւ հասկացել եմ, որ եթե այդ որոշումները ես չկայացնեմ, եւս 50 տարի, եւս 20 տարի, եւս 10 տարի կամ գուցե ավելի կարճ տարբեր կոնֆլիկտներով մեզ ես չլնեմ ձեզ Հայաստանի Հանրապետությանը սենց կոնֆլիկտների միջով քարշ են տալու միջև վերջին կաթիլը առնակամ անելու ճանապարհով ես կանգնել եմ եւ ասել եմ վերջ ընդ որում այդտեղ ամենամեծ առանձնահատկությունը գիտեք որն է մեր պատմության մեջ եմ ես անընդհատ փնտրել մեր հարցերի լուծումները, չգիտեմ տեսած կլնեք, որ մեր պատմության հատորյակները անընդհատ ցույց եմ տալիս, մեր մեծագույն դժբախտությունը միշտ եղել է այն, որ մենք թույլ ենք տվել, որ մեզ անընդհատ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ հետո օգտագործելուց հետո միշտ մեզ դեն են շպրտել, մեզ թողելով բախտի քմահաճույքին Մեր պատմական բոլոր դժբախտությունները կապված են եղել սրա հետ։ Մեր պատմական բոլոր դժբախտությունները սրա հետ են կապված եղել։ Եվ այսօրվա առանձնահատկությունը ինչ է։ Այսօրվա առանձնահատկությունն է, որ մենք ասում ենք, մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր որոշումների տերը, եւ մենք առաջնորդվում ենք միայն ու միայն մեր պետության, Հայաստանի Հանրապետության
պետական շահերով, այսինքն պետության ու քաղաքացու շահով։ Որ եմ համարում պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից օգտագործվող խոսույթները։ Նրանք խոսում են, հասկանում եք ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք տարբեր վերադարձերի մասին, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի ժողովրդի, Բաքվի ժողովրդի, Նախճեվանի, որովհետև Նախճեվանում էլ են հայեր եղել, Բաքվում էլ են հայեր եղել, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլն եւ այդպես շարունակ, բազում տեղերում, երբ որ մենք բացում ենք այդ դուռը եւ առաջ ենք մղում մերոնց վերադարձի թեման, այդ նույն դուռը բացվում է եւ հակադարձ օգտագործվում է նրանց վերադարձի թեման։ Ես դրա համար եմ ասել, որ Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնել, որովհետեւ դա ճանապարհն է, որով մենք ամուր եւ անվերադարձ փակում ենք այդ դուռը եւ ես համոզված եմ, որ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետեւ հակառակը նշանակում է, որ մենք նորից մտնենք կոնֆլիկտի մեջ եւ մեր պետությունը առնակամ լինելու բախտի քմաճույքին դատապարտենք, որի արդյունքում նրանց այն մարդիկ, ովքեր մեզ ուզում են տանել այդ ճանապարհով, նրանց նպատակն է, որ Հայաստանը չլինի պետություն, առավելագույնը որ լինի ֆորպոստ եւ ես կարծում եմ, որ մենք այլևս չենք վերադառնալու ֆորպոստի կարգավիճակում, ընդ որում, հանկարծ սա չկապեք որևէ կոնկրետ երկրի հետ, հանկարծ որևէ չկապեք կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Հայաստանը դրա համար է որդեգրել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Դա նշանակում է մենք որ ոչ թե որևէ մեկի ֆորպոստը չենք լինելու ընդհանրապես, մենք ֆորպոստ չենք լինելու ընդհանրապես, մենք լինելու ենք ազատ, անկախ, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն։ Ընդ որում, ես շատ կարևոր եմ համարում ժողովուրդ, բացատրել ձեզ նաև թե ինչ նշանակում բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որպեսզի դες պարզ լինի։ Պատկերացրեք մի կշերքը սովորաբար երկու նժարա չէ ունենում։ Հիմա պատկերացրեք կշերք, որը ունի 12 կամ 22 նժար։ Եվ այդ կշերքի վրա հարթության վրա Հայաստանի Հանրապետությունն է։ Պատկերացրիք, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ երբ որ մենք տեսնում ենք մեր արտաքին հարաբերություններում կշերքներից մեկ այնքան ծանրանում է, որ այս վերևի հարթության վրա գտնվող Հայաստանը կարա շուռ գա, մենք մյուս նժարն ենք ծանրացնում, որպեսզի Հայաստանի համար հարթությունը ապահովի եւ մենք ոտի վրա կանգնելու տեղ ունենանք։ Տեսնում ենք այս մի կողմնա ծանրանում, հաջորդ նժարը դնում ենք մյուս ուղությամբ եւ այդպես շարունակ։ Եվ որ ես ուզում եմ դուք արձանագրեք, որ հենց բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք տնտեսական աճ, որ մենք այսօր ունենք բարեկեցության նոր աստիճան եւ մենք այսօր աշխարհում ունենք աննախադեպ միջազգային հեղինակություն, ով չի հավատում, թող նա 2026 թվականին ովքեր են եկել Հայաստան, ինչ միջազգային իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում եւ առաջիկայում մեզ սպասում են նոր պատմական իրադարձություններ։ Մեր անկախությունից ի վեր առաջին անգամ եւ նաեւ այդ խաղաղության շնորհիվ մենք երկաթուղային կապ ունենք արտաքին աշխարհի, այդ թվում մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Այսօր ժողովուրդ, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի միջոցով, գիտեք որ երկաթուղը, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, այդ նույն օլիգարխաներ, որ բոյկոտի կոչեր էր անում, որովհետև իրանք մոնոպոլիայից զրկվում են, դուք կարաք հարց տաք, ասեք բա լսեք, 8 տարի է իշխանություն եք, ինչի՞ չեք դրանց կարեցել մոնոպոլիայից զրկել։ Իրականում դե յուրե զրկել ենք, բայց դե ֆակտո այդքան էլ չենք զրկել, որովհետև իրանք այնուամենայնիվ մեծ դրա պատճառը գիտեք որն է, որովհետև այդ մոնոպոլիան շոշափուկներ եւ մետաստազներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Այդ էր դրա հիմնական պատճառը։ Երբ որ Ադրբեջանից սկսեց բենզին ներկրվել, դա
Այդ որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդների դրամ է մնացել Հայաստանի քաղաքացիների գրպանում, որովհետև ինչ անում դրա արդյունքում բենզինի գինը իջավ, դիզվառելիքի գինը իջավ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ուրիշ բան ասեմ, Հորմուզի ճգնաժամի ժամանակ, եթե մենք այդ ներմուծման լրացուցիչ կապողին չունենայինք, պատկերացրեք բենզինի եւ դիզելային վառելիքի գները Հայաստանում անգամներով ավելի շատ էին աճելու, ինչի փորձը մենք նախկինում մի քանի անգամ ունեցել ենք։